Շատ հնարավոր է, որ մի օր դուք ուզենաք գնեք բարձր մեքենա, որ կարողանաք քշել քարուքան ճանապարհներին։ Բայց սահմանափակված լինեք ընդամենը $6000-ով, ու ձեզ կարա հանդիպի 2006 թվականի Kia Sorento-ն։ Այսքան պտտում եմ, տեսեք, բան տեղի չի ունենում։ Բադի ձեն ա գալի։ Հայդա, ոյ, ոնց որ ձի հեծնած լինեմ։ Կստեղ պատլակոտ։ Վայ, էտել էր պարկաս միլիցան։ Ինձ մոտ առաջի սերնդը Kia Sorento-ն է 2006 թվականի ամենամինիմալ կոմպլեկտացիայով, բայց իսկական ռամով եւ հետեւի ամբողջական մոստով։ Շարժիչը V6 3.5 լիտր 195 ձիաուժ, փոխանցման տուփը 5 աստիճան տիպտրոնիկ, մեքենան 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է 10.2 վայրկյանում։ Քաշող համակարգը 4x4 մեխանիկական միացնելու հնարավորությամբ, 5 նստատեղ, անվահեծերը 16 դյույմ, ճանապարհային բարձրությունը 205 մմ, երկարությունը 4 մ 57 սմ, քաշը 1 տոննա 920 կիլոգրամ, բենզինի ռեալ ծախսը 100 կիլոմետրին մայրուղում կազմում է 10 լիտր, իսկ քաղաքային պայմաններում 20 լիտր։ Կա նաև երկու ոչ պոպուլյար 2.4 լիտր բենզինային եւ 2.5 լիտր դիզելային շարժիչներով տարբերակներ։ Բնականաբար այս տարիքի մեքենա երկրորդական շուկայում գնելիս պլյուս-մինուս սենց բան եք ստանալու, ծուր-մուր, բամպերը մի քիչ կախ, տեղ-տեղ քերած, փոսնգած, լուսարձակերը վատ չեն, չի որ շատ դեղնած է, պլյուս-մինուս նորմալ է, բայց իրենք սենց հյուսիս հարավ վերև ներքև են գցում, սենց մեքենա գնելիս պարզ այդ ամեն ինչի վրայով պետք է անցնեք, հա, կարգավորեք լուսերը, հնարավոր է շատ հին լամպեր դրած լինին, դեղին, վատ լուսավորող, այդ պետք է փոխեք լեդեր դնեք, ամեն ինչը թույլատրվում է իրան դնել, որպեսզի չքոռացնեք ձեր դիմացի եկող մեքենայի վարորդին, այս ղեկավարական անտենան է խնդալու, սենց դիմապակին սենց ճաքած է, դա նորմալ է, բայց տանիքին սենց բաներ ունենք, տեսեք, էսի լավ բան է, տեսեք, օրինակ սա բամպերը սենց հետ են տվել, սենց տավը լղկել է, բայց մենք սենց դրա շնորհիվ տեսնում ենք, որտեղ ունի խլացուցիչ, ինչև է, ոչ մեկ սենց ծերից ծեր ձեզ չի սարքելու, տա ճանապարհային բարձրությունը մեր մոտ ահագին է, տեսեք ինչ լավ բարձր է այս դիմացի բամպերը, էսի 15 սանտիմետր է ու մի 15 էլ ստեղ է, ճիշտ է, ընդհանուր իր ամենատակը 21.5 է, եթե սենց դնենք, հա, հեսա 21.5 սանտիմետր, տենց է հայտարարած ու տենց էլ ինքը կա։ 16 դյույմանոց անվահեծեր են մեզ մոտ, լավ բարձր ռեզինով, էսյան հնարավորություն է տալիս սենց փափուկ թռվռալ փոսերի մեջ։ Ինչև է, եկեք տեսնենք ինչա մեզ սպասում իրան ներսը, հրաշալի ներսը մի անգամից տեսնում ենք սենց մի հատ ծակ, էս նորմալ է, այս տարիքի մեքենաների համար, ինքը 230,000 է քշած, բայց ես կասկածում եմ, որ այդ իր օրիգինալ վաստն է, իստում ենք մի 300-350 քշած է, ստեղ տեսնում ենք սենց ինչ-որ քացով տվել, սենց ջարդուփշուր են արել, հա, իդեպ ես նկատեցի, բոլոր տեղերը այս դինամիկներին չեն սիրել, հա, որտեղ սենց բացում, սենց քացով տվել են, սենց իջնել ուզում, սենց անխենա տշել, ջարդել, փշրել են այս մեքենան, ստեղ արդեն սենց ինչ-որ պրճոկված է, այս նոր են փոխել, ստեղ ինչ-որ անհասկանալի պոլիշորեր էին գցած, մի անգամից տեսնում ենք ստեղ սենց տանջված ղեկ, բայց հետաքրքիր գիտեք որն է, որ այս ղեկի տակը սենց լրիվ տանջված, սենց փշրված, սենց լրիվ սենց արվեստի գործ է, նայեք հնություն է։ Ու այս հնության վրա սենց նորություն էին քաշել, բայց այս նորությունն էլ արդեն հնացել, տեսեք, այս էլ սաղ սենց պրճոկվել է։ Բայց դե բնականաբար այս ղեկի եղած չեղածը փոխելու եք, մնացածը պլյուս-մինուս նորմալ է, եթե դռների աբիվ կեքին նայենք, հա, սենց ինչ-որ սենց ճմրթած, լղճված, արդեն պառաված, այդտեղ սենց տեղ-տեղ ճաքած։ Մեկ էլ ինձ միշտ զարմացել է, ինչի համար է գերմանական մեքենաներում այս ռուչնոյ տորմոզը սենց նորմալ ներքև է, դուք այսքան բան եք բարձրացնում, իսկ ամերիկյան, կորեական, ճապոնականների մեջ սենց հրանոթի դուլային նման կանգնած են, այս տպավորությունն է ոնց որ PVO է, հեսա սենց սամալյոտ է կրակելու։ Այդտեղ լիքը բան կա, դատար կա, որովհետև օպցիաները վեկալած չի։ Ու հետաքրքիր է, որ 2006 թվին ոչ մեկ չէր մտածում, որ սենց մեծ սմարթֆոններ կարան լինեն, որտեղ ստեղ է սմարթֆոնը դնելու տեղ չկա, ստեղ ինքը չի մտնում, ստեղ
չի մտնում, ստեղ չի մտնում, միակ տեղը էս բաժակների տեղն է, որ կարաք դնեք, մեկ էլ հա, ստեղ տեղ կա, բայց էլի տեսեք միջև վերջ տեղ չի անում։ Եթե ինչ կարաք էս դռների մեջ սենց դնեք, էսի մենակ ստեղ հեռախոս տեղ կան, որտեղ ոչ մի շիշ տեղ չի մտնի, շատ նեղա։ Թեթև ինչ որ բռնակներ կան ռեզինից, ոչինչ, նորմալ բռնում եմ, մի քիչ մեծ շիշ էլ կբռնի, ու վերջ, էլ ուրիշ տեղ դուք սենց բան չեք կարա դնեք, ստեղ արդեն իմաստել չկա։ Փորձել, նո, էսի արդեն սենց կծռենք, կջարդենք, առանց տեսակ ջարդու փշուր արածա։ Տարիքի հետ արդեն ստեղ սենց սկսելու է լղլղկալ։ Այս կենտրոնում նորմալ է։ Դռներն է, որ մի քիչ լղլղկում է, այն էլ այս ուղևորինը չէ, հա, վարորդինն է, որ ստեղ լղլղկում է, այս հատվածը, բայց այս հեչ։ Ստեղ ունենք ատմոսֆեր դնելու երկու տեղ, այս մեկ, այս երկուս, չնայած դե դժվարում եմ ասեմ, այս ինչի համար է ոնց է ստեղ պետք է ատմոս դնել, ինչ որ չեմ հասկանում այս ինչա, բայց ամեն դեպքում այս մեկը հաստատ ակնոց դնելու տեղ է, այստեղ սովորական լույսեր ունենք, մոխրագույն առաստաղն է մեր մոտ ստեղ, սրահի լույսերն է միանում, անջատվում, ստեղ ունենք սենց արևիկներ, կովեր են մեր մոտ վազվզում, բարդաչոկ ստեղ ունենք, որոնց հետաքրքիր է, այսպես դարպասինման միջև ներքև սենց բացվում է, բայց մեջը այդքան շատ մեծ չի տեղ, ամեն դեպքում սովորական մի հատ աչորս թուղթը ստեղ տեղ է անում, ու ստեղ էլ սենց հաճելի ռեզինի ծածկույթով մի հատ դարակ կա, կարելի է ստեղ երկու հատ սմարթֆոն դնել, ուրիշ տեղ չի անում, ստեղ են երկու հատ քթանք է նորմալ փակվում է։ Ամեն դեպքում ստերանք բանալիներ եւ մանր-մունր բաներ դնելու համար շատ հարմար է, ստեղ ունենք սենց էլի մի հատ փոքր դնելու տեղ ու բացվում է, նաեւ ստեղ կա ավելի մեծ, ինչ որ մեկի դրամապանակն է հազիվ փող կտամ, բայց էս իմն է, էս ինչա կռիսի դեղ, չէ, միանգամայն օգտագործման օճառ, ու ստեղ հետաքրքիր sense բարխտով է քաշած, ամեն դեպքում կրկնակի պահոցի արկայությունը շատ հաճելի է ու հետաքրքիրն է, որ չի ճռճռում, չի լղլղկում։ Ճիշտ է, ստե կաշիները արդեն իրարից ճակճկում են, բայց ինչև է։ Քշելու ընթացքում մոթորակիչից օգտվելը շատ հարմար է, անմիջապես ձեր ձեռի տակ է, կարիք չկա ճանապարհից շեղվելու, ստեղ ուժեղացնել, թուլացնել, հա, սենց մեծ կլոր ամեն ինչ հարմար հեռավորության վրա դրած, կարակուղությունները փոխեք, ուժը փոխեք, տաքացնեք, սառացնեք։ Տեսնենք ինչ Իրանից ներկայացնում հետևի նստած տեղերը։ Ես նստած եմ ինքս իմ հետևում, իմ հասակը 1.78 սանտիմետր է, տեսեք լավ լենուբոլ է ծնկների համար, ոտերն էլ ստե տակը առաջ հետ տանելու տեղ կա, հանգիստ տեղ կարա 3 հոգի նստի, լավ լայն է այս ամեն ինչը ու ինչը հետաքրքիր է, սենց մեծ մեքենաները միշտ կարդանի համար ստեղ բարձր հատակ են ունենում, իսկ տեսեք ստեղ շատ ցածր է, ինչը երրորդ մարդը կարա սենց հանգիստ նստի, ոտերը դնի, ինչև է, ստեղ կենգուրուի փորի նման սենց գրպաններ ունենք, տեսեք տեղ սենց մեծ բաներ կարանք տեղադրենք, բադի ձեն է գալի, մի խոսքով տեղ մանր մունր բաներ դնելու համար են ու այս բանն է, պեպելնիցան է, ինչ իրան յուղել է պետք, ստեղ ինչ ունենք, ստեղ բաժակներ դնելու համար այս սենց տեղը, կարանք ստեղ ինչ-որ մի հատ շիշ դնենք, այս շիշը սենց կարա հանգիստ ընկնի, որտև այս կողքի ականջը ջարդած է, տեսեք, ստեղ կա, սենց դրած է, ինքը չի ընկնի, իսկ ստեղից ինքը կարա ընկնի, ինչ-որ է, ստեղ էլի ներքևը, ինչ-որ սենց արանք կարաք սմարթֆոն դնեք, ստեղ պատլակոտնիկը ստեղ ոնց է բացվում, այ, չի ուզում բացվի, բայց այստեղ տենն եմ, որ ինքը պատլակոտնիկ կա, մի խոսքով, այսպես բաների կարաք հանդիպեք, նման մեքենաներ գնելուց, այսպես դնում են ստեղ, այսպես որ մնա, որ ձեզ թվա, թե ինքը սենց բացող պատլակոտնիկ, բայց ինքը պրոստը սենց խաղալու համար է, այս ինչի համար է, այս էլ համար որ բացեք տեսնեք զիբիլանոցը ստեղի, ինչև է, ստեղի օգտակար բան կա, ինչ-որ նիվիձիմ կա, հա, այս ինչեր են ստեղ, ամեն դեպքում մեքենան գնելիս ես կարաք սենց բացեք, տեսնեք խորտակված է եղել թե չէ, ստեղ լրիվ կերև է իրա ցեխը, խոնավությունը, ես կարծես թե նորմալ է, մի քիչ կեղտտապ նույնիսկ գործարանային տոպրակ կա, տեսեք, լրիվ նոր կտոր։ Ի տարբերություն դիմացի դռների, ստեղ դռների մեջ կարաք սենց ջուր դնեք, նորմալ տարածություն կա։ Մեկ է մի հատ հետաքրքիր բան նկատեցի, ես դռները սենց չեն մնում, բացում ենք, էլի իրանք հետ են գալիս, ստեղ ոչ մի բռնող հատվածներ չունի, սենց սահուն գնում գալիս է, բայց էսի անկապ է, սենց ուզում ես նստես բաց պահած, ինքը անդադ փակվում է, անու ինձ թվում է բոլոր դռները ստեղ այդ խնդիրները ունեն։ Հա, տեսեք, չկա։
հետևի նստած տեղերը sense ծալվում են, բայց մենք տեսնում ենք այդտեղ եկա գազի բալոն, որ է սաղ տարածքը կերել է, լավա որ գոնե մեջը գազ չկա, այս մեքենան գազով չի քշում ու շուտով էսի հանվելու է, այդտեղից թափվի։ Ունես հետաքրքիր աստեղ sense մի հատ ամրագոտու տեղ կա, sense քաշում ես տեղից ինչ որ միտեից կարաս ամրացնես, էս ինչա քանդվում, բացվում ստեղը, ոստեղ էլ էլի sense կարանք sense լրիվ նոր կտորներ տեսնենք զիբիլանոց, ստեղ էս ամրագոտու գցելու տեղերն է, ինչ որ է, բայց էսին էս լավ sense փափուկ է, լավ sense տնավարի ոնց որ բազմոցի վրա նստած լինեք ու հետաքրքիրն է որ sense բացում եք իջնելուց sense միանգամից այս հատվածը տեսեք իշ փափուկ է sense ծալվում է ու ձեր ոտը հասնում է ներքև հաշվառելով որ մեքենան շատ բարձր է բայց մեկ է այս փափուկ եզրի հաշվին շատ հանգիստ է լինում նստել հեռնել նույնիսկ կարաք sense բացեք եթե շատ հարբած լինեք ու sense սղալով քարսի դնելու երկաթները ստեղ կան ու շատ հասանելի են հեշտությամբ կարաք դնեք ստեղ քարսիցը Այստեղ sense մի հատ հետաքրքիր բան նկատեցի, ես նրա համար է, որպեսզի ապակու վրա հենց գոլոշի բռնի, միանգամից ձեր փեջերը միացնեք, ստեից օդը փչում է ու գոլոշին հանում է, շատ պիտանի բան է։ Քշելու ընթացքում հետևի հայլին ինֆորմատիվ է, բայց աջ ու ձախ կողմի հայլիները մի քիչ փոքր են, անկյունը այդքան լավ չի լինում տեսնել, կան անտեսանելի հատվածներ, պետք է գլուխը sense աջ ու ձախ տանեք, պստիկոտ են, կարային մի քիչ ավելի մեծ էլ լինեին, բայց ընդհանուր ինչ կատարվում է ձեր դեմը, լավ լեն ու բոլ է, դուք նստած եք բարձր, ամեն ինչ տեսնում եք, այս տոյկաները հաս չեն, նորմալ լինում է տեսնել, եթե ինչ խաչմերուկներին, հետիոտներին հանգիստ կարաք տենաք թեքվելուց Ստեղ մենք ունենք ոչ շատ մեծ բեռնախցիկ, այս գազի բալոնն էլ ստեղ այս տարածքը սաղ կերել է, տվյալ պարագայում ստեղ կարաք դնեք մի հատ մեծ ճամպրուկ, կողքը սենց ոչ շատ մեծ պայուսակներ ու ստեղի տարածքը արդեն վերջանում է։ Ստեղ մեզ մոտ գտնվում է մեքենայի տանող անիվների համակարգի միացնել, անջատել, փոփոխել եւ այլն, հիմնականում մեքենան ետևի քաշող է, ինչը ստեղ մեզ մոտ դրած է, բայց դուք կարաք դնեք ինքը մշտական 4 քաշող լինի, ուղղակի բենզինի ծախսնատեղ շատանում, այս հիմնականում պետք է լինում ցեխոտ տեղեր օֆրոդ քշելու համար եւ կարաք ստեղ դնեք 4x4 պանիժնի, այսպես ասած, այս էլ նրա համար է, որպեսզի կարողանաք առանց արգելակման ոտնակի շատ դանդաղ ապահով իջնեք, ասենք սարերից կամ սառած ճանապարհներից, այս մեր մոտ լույսերն է բարձրացնում, իջացնում, այս կրուիզ կոնտրոլն է միացնում, այս էլ երևի կրուիզ կոնտրոլի արագություններն է փոխում, իհարկե այստեղ ոչ մի բան գրած չի, բայց ենթադրում եմ սա է, ղեկը չի լինում կարգավորել, հետ առաջ վերև ներքև տենց բաներ գոյություն չունի, այստեղ մի հատ դիրք է, ասենց ինչ որ մի ձև կարելի է հարմարվել, նստատեղերի կարգավորումը այստեղ մեխանիկական է, այս ձեր մեջքն է, հետ առաջ ասենց տանում, բերում, նենց հետաքրքիր է, օրինակ այս մեկը այս հետևի հատվածն է փոս գցում, sense կարաք իջացնեք, sense բարձրացնեք, իսկ էս ոնց որ դիմացի հատվածը, ինքը sense 2.5-ից կարաք փոխեք, նո նես չի ինչ որ շատ մեծ առավելություն է տալիս, հա, sense կարաք ընդհանրապես դնեք, որպեսզի հանգիստ կարողանաք նստեք, երթևեկեք ու ոչ մի բան ձեզ չխանգարի։ Անալոգ կոճակներ, ռադիո եւ այլն, այստեղ ինչ որ մինիմալ ինֆորմացիա գրում ձեր տրեկերի ու, չգիտեմ, ռադիոկայանների հետ կապված, այստեղ ինչ ունենք, ստեղ ունենք sense ինչ որ մի հատ հետաքրքիր դարակ, վատը չի, եւ ստեղ ունենք sense մոխրաման իր կրակ վառիչով։ Ապակիներն են շատ խնդալու բարձրանում։ Այս մեկն էլ sense տանջվելով, տառապելով է բարձրանում։ Ներսի լուսավորությունը sense մինիմալ պարզ է, այն ինչը ձեզ պետք է այստեղ իրանք sense կանաչ գույնի լուսավորվում են։ Տեսնենք ինչ կա կապոտի տակ, հիմա հասկանանք ոնց է բացվում, ահա։ Վայ, հանգիստ։ Ինձ թվում է այս ամորտիզատորը իրանը չի, որտեղ շատ sense արագ է շպրտում վերև, այս փոխել են ու ինչ որ ավելի ուժեղ կամ ծանր կապոտի են դրել։ Նիկելով գրած V6 Kia 3500, նո այս 3.5 լիտր է, այս շարժիչը ունի 195 ձիաուժ, լրիվ հերիքում է, որ այս չի հելնում, չէ, այստեղ բոլտերով է ձգած, հետաքրքիր է, sense ձգած է գերմանականների նման չէ, ծխմում ես թռնում է, ինչ որ է, այս շարժիչները համեմատաբար ավելի հուսալի են, քան նույն Kia-ի վրա դրվող դիզելները, դրանցից ընդհանրապես հեռու է պետք մնալ, տեղ դե ինչ ասեմ, կախված նրանից թե ոնց են խնամել, ինչ են արել այս շարժիչը, շատ տարբեր բաներ ստեղ հայտնաբերեք, սկսված ամբողջովին քանդուքարապարած շարժիչից, վերջացրած նրանով, որ ինչ որ մեկը արդեն կապիտալ վերանորոգել է այս շարժիչը միջև ձեր գնել է, այդ դեպքում ձեր բախտը կբերի։ Այդտեղ տեսնում ենք յուղի շուփ, որին ես կարոտել եմ, նույնիսկ մի քիչ տրամադրությունը տեղը չի, ինքը sense ծռված է, բայց ինչ որ է, ինքը կա, տեսել ձեր ապակու մաքրող հեղուկի լցնելու տեղ, այս միակ բանն է, ինչի համար այդտեղ կարաք բացեք մտնեք, այս ինչ որ իր տեղից մեկ հելնում է, չէ, այս իր ձևն է, տենց հա, մի խոսքով նորմալ է։ Ինչև էս էլ մեքենայի շարժիչը։
Դե էս էլ բենզին լցնելու տեղն է, բայց դե շատ նա ցենց հետաքրքիր բան կա, տեսեք, այդտեղ մագնիս կա դրած, այս մագնիսը նրա համար է, որ սենց իրան սենց բռնի, տեսեք, որտեվ ստեղ ինչ-որ չգիտեմ, մեխանիզմ պատիլներ, ինչ պետք է լիներ, հա, ստեղ պետք է բռներ, ինչ աներ, չեմ հասկանում, բայց ամեն դեպքում էսի սենց ինչ-որ սենց դինամիկից սենց պոկած ջարդած մագնիս է դրած, որ էսի սենց կարնա ձեր մոտ սենց պահել, նեշ որ լավ է պահու, բայց ինչ որ է։ Տեխնոլոգիա։ Սկզբում մի քիչ պտտում եք, առանձնապես բան տեղի չի ունենում, շարունակում եք պտտել, մեկ էսենց միանգամից մեքենան թեքվում է, որ շատ-շատ անհասկանալի է, նայեք։ Այսքան պտտում եմ, տեսեք, բան տեղի չի ունենում։ Ոնց կարա սենց լինի։ Կես պտույտ եք ուղիղ գնում եմ, կես պտույտ ես այս ղեկը պտտում եմ։ Ես սենց բան առաջի անգամ եմ տեսնում։ Տեսեք, ինչ որ շատ պետք է պտտեք, որ նոր ինքը սկսի ինչ որ բաներ անել։ Ստեղ մեզ մոտ փոխանցման տուփը Cipronic է, դուք կարող եք փոխանցումները բարձրացնել կամ իջացնել։ Սպորտ ռեժիմ չկա։ Սկզբում սենց թեքում եք, բան տեղի չի ունենում, հետո սենց միանգամից մեքենան տանում է աջ ու ձախ։ Ուղղակի, չգիտեմ, մեզ սկզբի շրջանում շատ խամբություն կարա կանեք։ Ընդհանուր զգացողությունները մեքենայի կառավարման շատ բթացած են, նորմալ է, այս գնային սեգմենտի կորեական մեքենայի մոտ շոնիկներ։ Ավել բան սպասել պետք էլ չի։ Հայդա, ոյ, ոնց որ ձի հեծնած լինեմ։ Հոպալա, հոպա։ Քանի որ մեքենան հին է, երբ որ մի քիչ կտրուկ արգելակում եք բարձր արագության տակ, սկսում է սենց դղրդալ, այդ նայից է, որ արգելակման սկավառակները արդեն ժամանակի ընթացքում տաքացել են, մաշվել են ու դեֆորմացվել են։ Հիմա տեսնենք ոնց է մեքենան գնում վատ ճանապարհների վրա։ Տաշ տմբլ, ցեխ, ջուր։ Սկարեքսս արխային սենց կշիկ։ Այ այսենց։ Մեքենայի մեջից այնքան շուխուռա գալիս է չխկրտոցներ, տանգրտոցներ, բայց դուք զգում եք, որ մեքենայի վեճը չի։ То есть իր համար այս ամեն ինչը շատ նորմալ է, եթե դուք այս շխկրտոցների մեջ ձեր գլուխը չի գնում, մեքենան ասում է ինձ այս լրիվ օքեյ է։ Ու նույնիսկ շատ դանդաղել իմաստ չկա քշել, որովհետև այս ակերը շատ հանգիստ կարողանում է նորմալ աշխատի սենց փոսերի, քարուքանդերի մեջ։ Ինչ խնդիր, ինչ պետքա սաղ տեղերով կարակ գնաք։ Ու հենց տեղ է այդ լավ զգացողությունը գալիս ձեր մոտ, որ սենց ճանապարհներին ընդհանրապես չեք անհանգստանում, որ կարող է ինչ-որ մի բան փչացնեք մեքենայի մոտ, կարա, չգիտեմ, թանկ լինի, թեկուզ եթե եւ փչանա։ Ու անկախ տանից ճանապարհը ուղիղ է թե դարուփոս, միշտ մեքենան սենց թռվռում, լողում, ու դուք սենց անդադ պետքա սենց պայքարեք, որ բռնեք, աչից ձախ տանեք, ձախից աջ, ասենց ինքը սենց միշտ սենց իրան պահում օֆրոդի նման, տեսեք ոնց ասենց թեքվում մեքենան ոլորանների վրա։ Բայց այդ արխային կարակ ձեզ գնաք։ Իհարկե նստարանները ձեզ լավ չեն գրկում ու դուք սենց թեքելուց միշտ թռնելու եք այս կողմից այն կողմ, սենց հավասար չի կարում բռնի ձեզ ձեր նստարանը, որովհետև սենց ինչ-որ լեն, բոլ, բազմոցի նման է այս ամեն ինչը։ Պարկաս միլիցա, չէ, մեզ չի հետաքրքրում։ Սենց միշտ սենց հավեսով սենց թռվռալու եք այս մեքենայի մեջ, սենց ձեր վեճը չի լինելու, ուղիղ չի, մեկը բոլոր տեղերը թռվռալու եք։ Ունեք ստեղ նորմալ հարց ճանապարհ է համեմատաբար, բայց սենց էլի մեկ ասես մեքենան իրան սենց խլվլիկ է պահում։ Հոպա, պարկաս միլիցա նայեք, օպ։ Պարկաս միլիցա, օպ։ Վայ, էտել էր պարկաս միլիցան։ Քանի որ մեքենան ունի ստանդարտ ռեժիմ, որ հետևի ակերն է քաշում, շատ հաճելի է իր ղեկի թեթևությունը, հա, ոլորաններին հանգիստ կարակ պտտեք աջ ու ձախ ու ոչ մի տենց դեպի դուրս բրթող բան չեք զգա, ոնց որ դիմացի քաշող մեքենաների մոտ, տեսեք, շատ հանգիստ էս ոլորանները լինում է սենց մտնել։ Մեքենայի շրջադարձի ռադիուսը շատ լավն է, զարմանալի է, որ սենց ռամնի կոնստրուկցիա ունի, բայց լավ շրջադարձ ունի։ Հիմա ես կփորձեմ ինչքանով է ներսը անաղմուկ, բարձրացնեմ ապակիները ու տեսնենք ինչա ներսը լսվում։ Իհարկե սենց ամեն ինչ ճռճռում լղլղքում է սրահում ու նման ձեներից հետո նստել խորանալ թե ինչքան աղմուկ եք լսում շարժիչի մոտից կամ ոնց է անդառնում քամու ձայնը, հա, անիմաստ է, որտեվ դուք ստեղ ունեք ձեզ հետևող սենց լիքը ճռճռոցներ ու ղլղլոցներ հետևի տարբեր հատվածներից։ Դե պարզ է, մեքենան համարյա 20 տարեկան է, 250,000 քշած ու հլումի ստեղից տենց ձեներ չգար։ Հենց հետաքրքիր է,
Նայած այստեղ ոչ մի sense ալիք ու վատ ասֆալտ չկա, բայց sense անդադ դղդղկում, այսինքն փոքր էս կարերի վրա, sense միանգամից հարվածները զգում եք։ Ձայնամեկուսացումը սարսափելի չի, sense միջինոտ էլի, նենց չի որ լավ է, նենց էլ չի որ շատ վատ է։ Այսինքն երբ որ դուք գնում եք 90 կամ 100 կմ/ժ արագությամբ, զգում եք որ իրոք այդ արագությամբ ձեր վրա քամի է փչում։ Ու երբեմն կարող է ձեզ թվա, որ ինչ որ ստեղ արանք կա բաց թողած, այդտենց sense թեթև sense ինչ որ քամու ֆսոսներ է գալիս։ Ինչև եկեք տեսնենք թե ինչ եք ստանալու շուկայական ցածր գնով Kia Sorento գնելիս։ Նախ ասեմ, որ մեքենան ձեռք է բերվել $5600 եւ իր վրա նախկինում կատարվել է շարժիչի կապիտալ վերանորոգում, ինչը արժեցել է մոտավոր $900,000 դրամ։ Մեկ էլ ընթացքային մասն են վերանորոգել վաճառելուց առաջ։ Իսկ գնելուց հետո եւ իմ մոնտաժ անելու ժամանակ իր վրա կատարվել է հետեւյալ աշխատանքները. պատուհաններ բարձրացնելու վահանակ $10,000 դրամ ու գնվել է Wildberries-ից։ Ասեմ ձեզ, որ Kia-ի պահեստամասերը Wildberries-ում լիքն է։ Արգելակման սկավառակները եւ կոճղակներն է փոխվել, այդ ամենը արժեցել է $140,000 դրամ, հատակի գորգերը $9,000 դրամ, փոխվելու ենթակա է ղեկի հիդրավլիկ խողովակները $35,000 դրամ, դիմապակին $48,000 դրամ եւ կոնդիցիոների վերանորոգումը $120,000 դրամ։ Ստացվում է կոսմետիկ աշխատանքները չհաշված, ղեկը, սրահի կտորները, հետևի բամպերը, մեքենան տեխնիկական սարքի բերելու համար իր $5,600-ին գումարվել է եւս $1,000։ Եվ ինչ եք ստանալու $6,600-ի դիմաց։ Մեքենայի բացասական կողմերը։ Ինչքան էլ իրան խելքի բերեք, միևնույն է մեքենան լողում է նույնիսկ հարթ ճանապարհներին։ Ղեկը ոչ ինֆորմատիվ է եւ միջև կես պտույտ առանձնապես բան տեղի չի ունենում։ Իսկ հետո միանգամից շրջում է մեքենան։ Մանր անհարթությունների վրա մեքենան այդքան էլ փափուկ չի, ինչքան կարող լիներ որպես SUV։ Եվ առհասարակ մեքենան աղմկոտ է թե իր ձայնամեկուսացման առումով, թե իր տարիքից ելնելով սրահի չխկրտոցներով։ Դռները չունեն ֆիքսատորներ, բեռնախցիկ իր դասի համար փոքր է, բենզին էլ խմում է անկուշտի պես։ Դրական կողմերը։ Մեքենան վստահ կարող եք օգտագործել վատ ճանապարհներին եւ չմտածել իրան վնասելու մասին։ Իրան որտեղ ու ոնց ուզեք կարող քշեք, թե քաղաքային պայմաններում իր անկալելի չափերի հաշվին, թե օֆրոուդում։ Իր պահեստամասերը համեմատաբար մատչելի են։ Մեքենան ամուր է, ընդարձակ եւ հուսալի։ Եվ այս ամենը մի տեսակ թեթևության զգացողություն է ձեզ տալիս, որ մեքենան է ծառայում ձեզ, այլ ոչ թե դուք իրան։ Իր գնի համեմատ իր տվածը ավելի շատ է։ Կարելի է այն վերցնել որպես առաջի մեքենա։ Հնարավոր է սկզբից դժվար ընկալեք իր լողլղացող եւ ոչ ինֆորմատիվ պահվածքը։ Իրանից ստանալու եք բթացած զգացողություններ, բայց եթե ընտելանաք իրան, կարաք արխային տաշեք որպես առաջի մեքենա։ Ում համար ավելի նպատակահարմար կլինի այս մեքենայի շահագործումը։ Որպես բյուջետային մեքենա իրան կարելի է օգտագործել ունիվերսալ, առօրյա քաղաքային պայմաններում որպես ընտանեկան մեքենա, որով կարելի է ճամփորդել սար ու ձոր։ Չի համապատասխանի այն մարդկանց, որոնք մեքենայից պրեմիում որակ են ուզում։ Իրանց համար այս մեքենան կլինի սարքած ցեխից, քարից ու փեդից։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Սա ամենաբարդ հարցն է, որովհետև մեքենային տարիքը եւ գնային սեգմենտը հուսալիության հետ ոչ մի կապ չունեն։ Պետք է մեքենան գնելուց առաջ մանրամասն զննել արհեստավորների մոտ։ Շարժիչը, փոխանցման տուփը, 4 տանող համակարգը, թափքի կոռոզիաները, էլեկտրականությունը, փեջերի աշխատանքը, արգելակման համակարգը, ամեն ինչ։ Որտեվ այս մեքենաներին ոնց պատահի տանջում են եւ քանի որ ի սկզբանե ինքը բյուջետային տարբերակ է, իր վրա գումար ծախսել չեն սիրում։ Եթե բաց թողեք իր տեխնիկական վիճակի զննումը, հնարավոր է իրան խելքի բերելու համար իր վրա ծախսեք $2,000-ից $2,500 եւ ավելին, եթե գնել եք ժանգոտած բոլտերով դույլ։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր է հավաքում Kia Sorento-ն իմ աղյուսակում։ Ապահովությունը բարձր, արագացումը 10 վայրկյանից մի քիչ ավել, արգելակումը նորմալ, ստաբիլությունը բավարար, փափկությունը նորմալ, ընդարձակությունը ընդարձակ, միջին ծախսը 14 լիտր, սպասարկումը մատչելի, անցունակությունն էլ off-road։ Այսպիսով մեքենան հավաքում է իր 26 միավորը։ Ինչ վերաբերում է խարիզմային, դե ինչ սպասես 2006 թվականի կորեական մեքենայից։ Շատ սիրուն դույլ։ Այսպիսով մենք ունենք 26 + 1 միավոր։ Ինչևէ, այսօր այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հերթական տեսանյութը, կիսվեք իմ ալիքով ձեր ընկերների հետ եւ հիշեք, չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն։ Ձեզ անփորձանք երթևեկություն, առայժմ։